Հայաստանի կառավարությունը 1 միլիարդ 708 միլիոն դրամ կհատկացնի տարբեր մարզերում 15 սուբվենցիոն ծրագրերի համար։ Արարատի մարզի 2 ծրագրի համար նախատեսվում է շուրջ 234 միլիոն դրամ հատկացնել, Արմավիրի մարզի 3 ծրագրի մասով հատկացումը 246 միլիոն դրամ է, Գեղարքունիքի մարզի 2 ծրագրի մասով 168 միլիոն դրամ հատկացում է նախատեսվում, Կոտայքի մարզի 3 ծրագրին ենք ֆինանսավորում 191 միլիոն դրամի չափով, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար նախատեսվում է 715 միլիոն դրամ, Վայոց-Ձորի մարզի 1 ծրագիր ունենք ֆինանսավորման ենթակա այս փաթեթով 152 միլիոն դրամ։ Քրիստինե Ղալեչյանի խոսքով որոշումն ուժի մեջ մտնելու արդյունքում 2025 թվականի պետական բյուջեի միջոցներով սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 18 միլիարդ 76 միլիոն դրամի։ Թվարկելով իրականացվող ծրագրերի շարքը գործադիրի ղեկավարը տեղեկացրեց Լուսագյուղից Հանքավան տանող նոր ճանապարհ կկառուցվի։ Տնտեսական քաղաքական Փաշինյանը հարկ համարեց ներկայացնել նաև տնտեսական ակտիվության ցուցանիշները, կրկին պատմական ռեկորդներից է խոսում վարչապետը։ 2025 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810,074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ 5000 ավելի քան 5000-ով ավել է կամ շուրջ 5000-ով ավել է, բայց ես համեմատությունները բերում եմ նաև այս անգամ էլ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ եւ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 223895-ով։ Իսկ աշխատավարձի ֆոնդը, ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով եւ միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313,000, ավելացել է 135,000 դրամով։ 2025 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 10,1% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Իսկ արդեն 2025-ի առաջին 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,1%։ Սա շատ կարևոր ու դրական ցուցանիշ է, ասաց վարչապետը։ Սա տնտեսական ակտիվության ցուցանիշն է եւ տնտեսական աճի հաշվարկը չէ, բայց նաև պիտի արձանագրեմ, որ եթե ես ճիշտ եմ հիշում թվերը, 9 ամիսներով մենք արդեն ունենք 6% արձանագրված տնտեսական աճ։ Ես կարծում եմ, որ սրանք իսկապես շատ լավ ցուցանիշներ են եւ պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ շարունակելով աշխատատեղերի աճի թեման ավելացնում է։ Մենք ոչ միայն ունենք աշխատատեղերի աճ բացարձակական թվով, այլ նաև որակական փոփոխություն ունենք։ Ինչ նկատի ունեմ, օրինակ 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացող մարդկանց թիվը անցած տարվա հոկտեմբերի համեմատ 1338-ով ավել է։ 12556-ով կամ 14,3%-ով ավել է 500,000-ից 2 միլիոն աշխատավարձ ստացող մարդկանց թիվը անցած տարվա համեմատ։ 150,000-ից 500,000 դրամ ստացող մարդկանց թիվը ավել է 24684-ով կամ 7,8%-ով։ Հետվճարի ծրագրի գործողության ժամկետը կերկարաձգվի եւս 1 տարով, զեկուցում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Միաժամանակ շահառուներին հնարավորություն տալ անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով այդ վճար։ Այս նպատակով առաջարկում է այդ վճարի հաշվարկման համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո կատարված անկանխիկ վճարումների նկատմամբ կիրառվող 12%-ը ավելացնել եւ սահմանել 20%, իսկ այդ վճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։ Երբ որ այդ ծրագիրը սկսեց աշխատել, առաջին ամիսներն էին։ Երբ որ մենք տեսնում էինք աճը, ես ասացի հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ մենք այն ավանդական ձևերով էլ թոշակ պետքա չբարձրացնենք։ Մենք պետքա գնանք այս ճանապարհով։ Իմիջիայլոց կներեք, քան 300 միլիարդի առևտուր ասցիք, հա? 314 միլիարդի վերադարձվել է 30 միլիարդ։ 300 միլիարդի առևտուր կատակ ենք անում։ 300 միլիարդ դրամի առևտուր թոշակառուների կողմից։ Մենք կարող ենք աճկաչափով ասել, սրա գոնե 40-50%-ը նախկինում ստվերային առևտուր ա եղել, որը հիմա դուրս է եկել։
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Կառավարության նիստից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մեկնաբանելով եպիսկոպոսների կողմից ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին դատապարտող հայտարարությունը, Փաշինյանը նշեց, որ ողջունում է եպիսկոպոսների նախաձեռնությունը։ Այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաեւ նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանա։ Հարցին արդյոք վախենում եք Սամվել Կարապետյանից, Փաշինյանը պատասխանում է. Եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ ելի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել։ Իսկ ԿՊ նախընտրական ցուցակում գրանցված տեխնացուները պետք է անցնեն բարեվարկության քննություն։ Իմ անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական process-ները տեղի ունենում բաց, թափանցիկ, եւ այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, ում նաեւ կանոնադրության սահմանված դեպքերում եւ կարգով, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերին դուք ասում եք ինձ հետ լուծվում են անձնական հարթության վրա։ Այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերում են կուսակցությանը։ Վարչապետը վստահ է 2026 թվականի ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ է տանելու։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ղազախական հարաբերություններին։ Հայաստանը նաև երկաթուղային կապի հնարավորություն ունի Ղազախստանի հետ, ասաց Փաշինյանը։ Մենք պայմանավորել ենք, որ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի հայաստանյան Ղազախստան, որպեսզի տեսնեն, թե ինչ ուղղություններով է, որ փոխգործակցությունը տնտեսական հնարավոր է խորացնել, ինչու եմ հատկապես տնտեսականը ընդգծում, որովհետև քաղաքական երխոհությունը եղել է բարձր մակարդակի եւ կա բարձր մակարդակի ակնհայտորեն, հակառակ դեպքում հարաբերությունները ռազմավարականի մակարդակի չէին հասնի։ Հարցադրմանը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում արդյոք Փաշինյանի հրամաններն ու հայտարարությունները չպետք է քննվեն, վարչապետը պարզաբանում է։ Ես գործով հարցաքննվել եմ 5 ժամ, կամ չգիտեմ կներեք, եթե ժամի հարցում սխալվեմ, հրապարակային քննվել եմ քննիչ հանձնաժողովում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ավելին քննվել եմ ժողովրդի կողմից։ 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն ա եղել։ Ինչ վերաբերում է զորքերի հետ քաշմանը, Փաշինյանը հայտարարեց, որ ինքը երբեք որևէ հրաման չի տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից որևէ զորքի հետ քաշման մասին։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։